Արամ եւ հայրենասիրությունից Հայաստանի Հանրապետությունից խոսելուց ուզում եմ անդրադառնանք, տես նախորդ անգամ մենք անդրադարձանք, որ Արցախից Սոսե Բալասանյանը, ով ջյուդոյի Եվրոպայի չեմպիոն էր, որ 15 տարի իր կյանքը նվիրել էր այդտենց սպորտին, ներկայացնում էր Հայաստանի դրոշի տակ էր ներկայացնում, հետնել Արցախի դրոշն էր տանում, հայտարարեց, որ էլ չի ուզում ներկայացնի Հայաստանը այս իշխանությունները, բայց սա իշխանության դեմ չի պայքարի։ Սա Հայաստանի Հանրապետության դեմ դուրս գալ է գալիս։ Դեմ դուրս գալ է, ինչ է նշանակում, չես ուզում ներկայացնես Հայաստանի Հանրապետությունը։ Ես ասում եմ, ով չի սիրում Հայաստանի Հանրապետությունը, ով չի ուզում ներկայացնի, խնդրեմ։ Թոյթա Ռոբերտ Քոչյանի Միկոնոս 25000 դրամով կարելի է գնալ Կրասնոդարում ապրել։ Ես տոնսերը կգնամ Հունաստանի, թող գնա Ռոբերտ Քոչյանի Միկոնոս կղզում, որ հիանոց ունի, կամ Սեյթակի անունով առանձնատուն ունի, թող գնան այնտեղ ապրեն։ Հունաստանի դրոշի տակ հանդես գան։ Եվ ցավոք պետք է արձանագրեմ, հիմա կարող է շատերի կուրքն է նա, նման մտածելակերպել ունի, օրինակ Հերիկ Մխիթարյանը։ Այո։ Իդեպ տարիներ առաջ արա մենք 2017 թվականին նրան տեսանք Վիկտորիա Լուպիրովայի հետ, ով հպարտության զգացում ուներ Մխիթարյանի հետ շփվելուց, այդպես գրկախառնված բավականին շատ տեսարաններ կար, խնդրեմ այսօր այս թեմային անդրադառնանք Հերիկ Մխիթարյանին, ինչն է նրան ստիպել, որպեսզի նա չներկայացնի Հայաստանի Հանրապետությունը, իշխանություններն են պատճառը, թե ինչն է խնդիրը այստեղ։ Արտուր, մենք կամաց եկանք մեր այսօրվա ամենակարևոր բացահայտմանը, ես նշեմ, որ նոյեմբեր ամսին օրեր առաջ Հենրիկ Մխիթարյան կոչվածը հանդիպել է Միլանում Սուրբ Աթոռում նախկին դեսպան Սերժիկ Սարգսյանի փեսա, իսկ մեր կարծիքով հարս Միքայել Միասյանի հետ եւ Միքայել Միասյանը մինչ այդ Մոսկվայում հանդիպել է հենց այդ նույն կոչվող Սերգեյ Կիենկո կոչվածի հետ, քննարկվել են հեղաշրջման մի քանի սցենարներ եւ Միքայել Միասյանը, քանի որ արդեն խաղի մեջ մտցրել է Անանյան Դավիթ Թաթոյան Արման այս զույգին, նա Սերժիկ Սարգսյանի հետ պլանավորել է եւ ըստ նրանց պլանի, քանի որ նրանք հասկանում են, որ 2026 թվականին իշխանությունը չի փոխվելու, նրանք փորձելու են այդ ուժերին զոհաբերեն, ստեղծեն քաոսային իրավիճակ, սրեն իրավիճակը ներքաղաքական կյանքում Հայաստանի Հանրապետությունում եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 2027 թվականին կամ 28 թվականին նրանց հերահար սցենարը սա է, նրանք փորձելու են Հենրիկ Մխիթարյանին առաջադրեն որպես թեկնածու եւ նրանց խոսակցության հիմքը եղել է նա, որ Միքայել Միասյանը նշել է, որ նրանք այդպես Հենրիկ Մխիթարյանին կփորձեն ներքաշեն քաղաքական process-ներում, որպես նրա այդպես հեղինակություն եւ ասել է, որ նա կդառնա նախագահ, իսկ արդեն վարչապետ կդառնա Միքայել Միասյանը, այսինքն նոր ուժ կստեղծեն, որը որ կգլխավորի Հենրիկ Մխիթարյանը, ինչպես տեսեք Վրաստանում թե ռուսերեն ինչպես սիրուն, գիտեք, նախագահ ֆուտբոլիստ է, նախկին քաղաքապետն է, նախկին ֆուտբոլիստ, այսինքն այդ հասկանալով, որ նրանք ուժային մեթոդով չկարողացան հեղաշրջում իրականացնեն, հիշեք 2020 թվականի հայտնի դեպքերը, նրանք այսօր ապավինում են փափուկ ուժին եւ այդ կոնտեքստում Միքայել Միասյանը արդեն նախապատրաստում է Հենրիկ Մխիթարյանին, բայց Միքայել Միասյան այդ երևույթը այդ փոքրիկը մի բան չի հասկացել, որ մենք այդ ամեն ինչից տեղյակ ենք եւ անգամ ես խղճում եմ Սերժիկ Սարգսյանի կողքը հավաքված քաղաքական գործիչ կոչվածներին, որոնց որ Սերժիկը մոտ ապագայում զոհաբերելու է հանուն իր փեսայի, իր փեսու ոտքերի տակ եւ դուք նշեցիք, որ ժամանակին այդ ինչ որ մոդել, որ ասացիք, որ Հենրիկ Մխիթարյանը նկարներ եք տեսել, տենց մամուլում հրապարակում ա եղել, շփվել ա, չէ, գնաց եկել ա, նշեմ, որ դա մոդել չի, նա հայտնի պրաստիտուտկա, այսպես նշեմ, էլի մոդելն ու պրաստիտուտկա այդպես անբարական, դրանք տարբեր բաներ են, բայց ես հենց հիմա մեր սիրելի հայրենակիցին ցույց տամ այդ անբարոյականին, խնդրեմ Գեղացի Հենրիկը եւ այս ռուս պորնիկը, այսպես նշենք։ Ուրեմն Արտուր, սա մենք բավականին երկար ժամանակ է սրանց ֆիքսել ենք եւ ես նշեմ, որ 2000 Խնդրեմ եւս մեկ անգամ Խնդրեմ, հենց հիմա Խնդրեմ, էլի նկար կա, սա հեսա խնդրեմ Երևանում արդեն Ես հիմա գամ ամենակարևորին, տեսեք
ով է Հենրիկ Մխիթյանը։ Հենրիկ Մխիթյանը դա Ռուբեն Հայրապետյանի ձեռքի տակի այդպես անձնական գործիքն է եղել, որին որ ուղղակի ստանալով քարտ բլանշ Միքայել Միասյանի կողմից, որ պլաններ կա Հենրիկ Մխիթյանի հետ կապված, Հենրիկ Մխիթյանին այդպես ապահովեց Նեմեց Ռուբոն նրա կարիերայի առաջընթացը Արտուր, որովհետև կհիշեք, թե ինչպիսի պայմաններ էին ժամանակին ստեղծել ֆուտբոլիստների համար, չէ, բանակ չէին գնում, ինչպիսի իրավիճակ էր, չէ, ում ուզում էին տանում էին հավաքական, այն ավելի լավ սպորտսմենները, ավելի լավ ֆուտբոլիստները, որոնք որ կապեր չունեին, ուղղակի անտեր էին, զորակոչում էին բանակ եւ ով խանգարում էր անգամ զորակոչում էին բանակ, որովհետեւ մենք ունեցել ենք տաղանդներ, որոնք որ ավելի լավ ֆուտբոլիստներ են եղել երիտասարդ տարիքում, քան Հենրիկ Մխիթյանը։ Ուղղակի որ Հենրիկ Մխիթյանի այդպես կանաչ ճանապարհը հարթեն, այդ մարդկանց զորակոչել են բանակ, դե բնականաբար մարդը 2 տարի էլ չի կարող զբաղվի պրոֆեսիոնալ սպորտով։ Դեմը մաքրել են, ինչը որ մենք շաբաթօրը նաև Սիրուշոյի հետ կապված բացահայտում կանենք, այդ կինը կգա եւ կներկայացնի, թե ինչպես են Սիրուշոյի դեմը մաքրել քոչանական թուրքերը, որ այն տաղանդավոր մարդկանց մեկուսացնեն։ Նույնը եղել է այս Հենրիկ Մխիթյանի հետ կապված, այնտեղ Նեմեց Ռուբոյի եւ իրենց այդ բաներ կա անձնական բնույթի է, որը չեմ ուզում ես ինձ թույլ տամ հրապարակեմ, բայց եթե հանգարց խելոք չմնա, մի քիչ շատ լուրջ ընդունի Միքայել Միասյանին, արդեն կդիմենք այլ գործողությունների հրապարակային առումով։ Ես ներկայացնեմ, որ Հենրիկ Մխիթյանը 2017 թվականին Միքայել Միասյանը այդ ռուս այդ Վիկայա ինչ որ անունը Լոպիրևա այդ հայտնի պուտանկին, այսպես կներեք արդեն համար 200,000 դոլար փող են վճարել։ Սա այս գեղացուն տարելա հյուրանոց, չասեմ հյուրանոցում թե ինչ էր եղել, եւ այդ նկարահանել են որպես կոմպրոմատ, եւ այդ տեսա նկարահանված տեսանյութը մինչեւ հիմա Կհիշեք են Միքայել Միասյանը, որ տես պապկով, նոթբուքով կուքնուց եթերը տեին, ինքը մեսիջ էր ուղարկում, որ իմ մոտ է, որ պահպանված է, խելոք նստեք, կասեմ ինչ անեք։ Այսինքն այս երևույթը արդեն գնում է այլ սցենարով եւ պատահական չի, որ Spike ընկերության հետ կապված, գիտեք, մի քանի 100 միլիոն դոլարի տուգանքներ կա Մոսկվայում եւ սրանք փորձելու են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո ստեղծեն տնտեսական ճգնաժամ, այսինքն փորձելու են տնտեսապես այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ ժողովրդի մոտ դժգոհություն լինի եւ հնարավոր լինի ժողովրդին օգտագործեն եւս մեկ անգամ եւ այս անգամ խաղի մեջ է փորձելու այսպես միշիկը մցնի Հենրիկ Մխիթյանին։ Իսկ ով է Հենրիկ Մխիթյանը եւ ինչպես Հենրիկ Մխիթյանը դարձավ այս քոչանասերժական Ալիևյան կլանի անդամ, ես ձեզ ասեմ, պատահական չի, որ նրան միշիկը ամուսնացրեց այն Հրանտ Վարդան կար, գիշեք, այն Գրանտ Տոբագոյի նրա որդիները Միքայել եւ այն մեկը չեմ հիշում Կարեն, այն չէ, Գրանտ Քենզի, Կարեն Վարդան, Միքայել Վարդանի աղջկա հետ ամուսնացրեց միշիկը Հենրիկ Մխիթյանին, ինչի համար։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, տարիներ շարունակ Հրանտ Վարդանը ծառայել է Սերժիկ Սարգսյանին եւ եթե դուք անգամ նայեք 2008 թվականից հետո թե Գրանտ Տոբագոն ինչպիսի ազդեցություն ունեցել մեր շուկայում եւ ոնց են 15 միլիոն այդ շրջանառությունից դարձել են 10 տարվա մեջ դարձել է 250 միլիոն դոլարի, այսինքն մի քանի 100 միլիոն դոլարի շրջանառություն ունեցող ընկերությունն է, որը որ գիտեք որ Միքայել Միասյանի հետ փող կապակցված է եւ Միքայել Միասյանը որպեսի սրանք գիտեք ինչպիսի իրավիճակ է Արտուր, սրանց մոտ չկա արժեքներ, սրանց մոտ ամուսնությունները այդ ամեն ինչը դա շահերի արդյունք է եւ միշիկը Հենրիկ Մխիթյանին տարավ ամուսնացրեց դրա այդ Միքայել Վարդանի աղջկա հետ, որպեսի այդ կապիտալը եւս վերահսկի, գիտեք, հազարավոր աշխատատեղեր կան, մեծ ընկերությունն է, այս կոնտեքստում նաեւ Միքայել Վարդանին ես անակնկալ ունեմ, որովհետեւ մենք ինֆորմացիա ենք ստացել, որ տարիներ շարունակ Միքայել Միասյանի հետ փող կապակցված անձինք չգիտես թե ինչպես Հայաստանի Հանրապետությունից արտահանել են առանց ակցիզ այդպիսի սիգարետ Մոսկվա, Քաթար, այլ երկրներ եւ դա եւս շատ կարեւոր հանգամանք է եւ սա խոսում է մի բանի մասին, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ ա եղել ժամանակին եւ կհիշեք, որ 2019 թվականին, եթե չեմ սխալվում, ինչ-որ ինքնաթիռ էին ձերբակալել, չնայած տեսանյութը ես էի հրապարակել, բայց այդ տեսանյութը կապ չուներ Միքայել Միասյանի ներկայացրածի հետ։ Դա Միքայել Միասյանի սիգարետներ,
որը որ ինքը անգամ 18 թվականից հետո եւս այդ բիզնեսը տիրապետում էր, մինչեւ որ բռնվեց։ Բայց բռնվելուց հետո նրանք իրենց մամուլով եւ ևնուխներով տարածեցին, որ դա Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել, այնիշ դա նրանց սիգարետներ եւ այդ ապօրինի գործունեությամբ նրանք էին զբաղվում։ Ինչ վերաբերում է այս Միքայել Վարդանին, պարոն Միքայել Վարդանը դեռ շատ հարցերի պետքա պատասխանի, դեռ նա պատմելու է թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Այս հանրատեքստում այն իր աղբորը փոխանցում եմ այն Grand Candy տնօրենն ով այդ Կարեն Վարդանը, եթե չեմ սխալվում, թո Էլթոն Ջոնին բարևի եւ Արմենչիկ Գևորգյանին, որովհետեւ նրա այդ կապած եւս ես շատ կարեւոր բացահայտում եմ անելու եւ շատ տխուր օրեր են սպասվում Հենրիկ Մխիթարանին, Միքայել Միասյանին եւ այս երկու սիգարետ վաճառողներին։ Այսինքն մենք բացահայտել ենք մի բան, որ Արտուր Միքայել Միասյանը փորձելու է հեղաշրջում իրականացնել փափուկ ուժ այդպես կոչված սցենարով, օգտագործելով Հենրիկ Մխիթարանին եւ Հենրիկ Մխիթարանի բոլոր այդ կոմպրոմատները, տեսանյութերը, ամեն ինչը Միքայել Միասյանի մոտ է եւ Հենրիկ Մխիթարանին այսօր օգտագործում է հենց Սերժիկի փեսա Միշիկը եւ նայեք Արտուր, նաեւ մեր սիրելի հայրենակիցները թող ուշադրություն դարձնեն, թե ով էր Հենրիկ Մխիթարյանը եւ ինչպես տրանսֆորմացվեց, այսինքն մարդը, որը որ ազգային հավաքականում բերե տեղ էին տվել, առաջ էին այդպես բրթե, չէ, դարել էր հայտնի ֆուտբոլիստ, մի գեղեցիկ օր ուղակի որոշեց, որ ինչա թե ինչ որ դեմ է իշխանություններին այսօրվա ինքը չի գալու այլևս հավաքական նեղացել է, այսինքն մարդը ես այդ եմ ասում, որ սրանց համար պետությունը, հայրենիքը արժեք չունի։ Սրանք միայն մտածում են իշխանության մասին, Արտուր։ Այսինքն հիմա այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանության, վաղը մեկ այլ մարդ կլինի։ Դու ինչ ես քենից ներկայացնում, որ դու քո երգիր չգաս, քո պետությունից հեռանաս։ Դու այդ մեր դրոշը փոխես ինչ-որ մի հատ ուրիշ արժեքների հետ։ Այն դրոշը, որի արդյունքում ինքը մարդ է դառել, Արտուր, բանակ չի գնացել, պետությունն է, չէ, իր տարիքի նման քանի տղա գնացին իրենց կյանքով նահատակվեցին հանուն մեր պետության, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի։ Բայց նորից եմ նշում սույն սուբյեկտներին, որ նրանք այլևս անելիք չունեն մեր երկրում։ Եվ բոլոր այս սցենարները, բոլոր այս նրանց այս նպատակները մենք բացահայտելու ենք եւ իմ կարծիքով Միքայել Միասյանը այլևս հասկացավ, որ մենք այս տեղեկատվությանը եւս տիրապետում ենք եւ նաեւ նշեմ Արտուր, որ թե ինչպիսի արժեհամակարգում են սրանք շփվում իրար մեջ, չէ՞, մեկը մեկի ինչ որ կանգանա նկարում, երեխունա նկարում, այսինքն սրանք պիղծ են։ Եվ այս կոնտեքստում ես նորից եմ նշում, որ Միքայել Միասյանին, Սերժիկին, Ռոբերտ Քոչյանին նրանք տարբերակ չունեն։ Նրանց տեղը դա պատմության աղբանոցն է։ Ում ուզում է օգտագործեն, ինչ սխեմաներ գծեն, Հռոմի Պապին կտնան, չգիտեմ Կիրիենկոին կտնան, ում ուզում է տենան։ Իրաց դա չի փրկելու։ Արամ, ես ճիշտ եմ հասկանում, որ Հենրիկ Մխիթարյանին ուզում են բերեն առաջի պլան, այդ իր վարկանիշով կրկնելով 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության եղավ Կարքին Հայկոն, Հայկ Մարությանը, այսինքն վարկանիշ ուներ եւ բերեցին նշանակեցին քաղաքապետ։ Հույսները հիմա դրա վրա է, բայց ասենք օրինակ ավակ սերունդը չեմ կարծում, որ տենց Հենրիկ Մխիթարյանին համար պետքա խենթանա։ Դե փորձելու են Արտուր, սրանց սցենարը ո՞րն է, տեսեք, քանի որ հայրենասեր, հա, բացի այդ, տեսեք, 2018 թվականին իրենք այդ Կարքին Հայկոյին խաղի մեջ մտցրեցին, որպեսզի վերահսկողություն ունենան ժողովրդական շարժման մեջ, ինչի համար, որովհետև երիտասարդները շատ անգամ չեն հետաքրքրում քաղաքական գործընթացներով, խորքային առումով։ Այսինքն նրանք ավելի շատ ժամանցային հաղորդումներ են նայում, այդպեսի մարդիկ են նրանց համար հեղինակություն եւ այսինքն հասկանալով, որ Հայկ Մարությանը չունի այլևս հեղինակություն, բոլորը արդեն գիտեն, չէ՞, ինքը Միշիկի այդ ինչ աղբերության մեջ է եղել։ Այսինքն Միշիկը հիմա որոշել է, որ Հենրիկ Մխիթարանին 2026 թվականի ընտրություններից հետո կստեղծեն տնտեսական ճգնաժամ, դժգոհություն ժողովրդի մեջ եւ կփորձեն մի այնպիսի մարդու բերեն, որը իբր թե իրանց հետ կապ չունի։ Սա մենք բացահայտեցինք եւ նորից եմ նշում Հենրիկ Մխիթարանին իր աներոջ աղբորը Էլթոն Ջոնի այսպես երգերի սիրահարին եւ ոչ միայն երգերի եւ Միքայել Միասյանին, որ սիրելի երիտասարդներ,
Եվս մեկ անգամ մենք այս կոնտեքստում ինֆորմացիա կստանանք եւ դուք սա չեք հասկանա, որ արդեն ձեզնով մենք լուրջ զբաղվում ենք, մենք կհրապարակենք տեսանյութեր, Արտուր, որից հետո ուղղակի ընտանիքներ կքանդվեն եւ ոչ միայն ընտանիքներ։ Խոսելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունից, ուրեմն վերջերս Արամ, նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարցազրույցներից մեկում հարցին թե նախկին իշխանությունների օրոք էր հայ ժողովուրդը ավելի լավ ապրում թե հիմա, նա պատասխանեց, որ նախկին եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր հայ ժողովուրդը ավելի լավ ապրում։ Ես ցավ եմ ապրում, որ Վարդան Արամյանի պես նման մասնագետ է, իսկ իրականում նա լուրջ մասնագետ է։ Ես ցավ եմ ապրում, որ Վարդան Արամյանը իր հարցազրույցները փորձում է այսպես հարմարեցնի քաղաքական ստեղծված կոնյունկտուրայի հետ եւ ցավ եմ ապրում, որ նման մասնագետը ուղղակի մի հարցազրույցով կասկածի տակ դրեց իր բարոյական եւ մասնագիտական կարողությունները։ Շնորհավորում եմ Վարդան Արամյանին, նա այլևս մեր համար եւս մաս է կազմում այս Քոչարյանը, Ալիևյա Սերժական այս Ղարաբաղյան կլանի եւ մենք ապագայում եթե ծպտում լսենք այս կոնտեքստում արդեն ուրիշ ձև կպատասխանենք պարոն Վարդան Արամյանին եւ թող պարոն Վարդան Արամյանը նայի Խաչատրյան Գագիկին պարոն եւ տեսնի թե ֆինանսների նախարարների հետ ինչ է տեղի ունենում, իսկ թե ինչ տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի եւ իր որդիների, չնայած չգիտեմ որդի են թե դուստր, որովհետեւ հիմա դարենքն է փոխվել, մարդիկ սեր են փոխում բանանում, դա ճշտենք, ինչ որ օրիենտացիա են փոխում, այսպես նշեմ Խաչատրյան Գագիկի եւ իր գոմիկների հետ թե ինչ տեղի կունենա, մոտ ապագայում դա բոլորի համար արդեն դաս կլինի, որովհետեւ Արտուր համապատասխան քրեակատարական հիմնարկներում նրանց սպասում են մեծ սիրով։